Իմ բալիկները գիտեն, որ եթե ես պարապում եմ, դա իմ ժամն է ու ոչ ոք չի խանգարի։ Ամուսինս գիտի, որ եթե ես պարապում եմ, ես ստեղ չեմ, ես զբաղված եմ։ Այսինքն ես մարզվեցի, այդ 20 րոպեն իմն էր ու վերջի։ Տրամադրությունս բարձր, ինքնագնահատականս բարձր, այսինքն ես գիտեմ, որ քայլեցի դեպի իմ արդյունքը, չգնացի հետ։ Ու այդ լրիվ էմոցիոնալ ֆոնն էլ է փոխում։ Ու արդեն ուղղակի պիտի սովորեն առաջնահերթություններ դնել։ Ես դուք դա անում եք ամեն օր նույն ժամին, թե կապ չունի։ Ժամը կապ չունի անկեղծ, որովհետև իմ բալիկը շատ չքնող բալիկ է մինչև հիմա։ Ու երբ ես ցույց էի տալի, որ օրինակ գիշեր ժամը 11-ին, 12-ին ես պարկել եմ մթության մեջ գորգի վրա ուղակի շարժվում եմ, որովհետև ամբողջ օրը ձեռքիս ա եղել ու հիմա մեջքս փոկվում է, որ ես պիտի շարժվեմ, որ նոր գնամ հանգիստ քնեմ, շատ զարմացած սենց ինչ որ նամակներ էի ստանում ու հետո զգացի, որ այդ իմ ցույց տալը օգնում է, որ իրանք էլ սկսեն անել ու ամենաշատ ուրախանում եմ, որ դա են վերցնում, ոչ թե ինչ որ վատ սովորություններ են վերցնում, այլ սկսում են հենց լավը վերցնել, այսինքն որ տեսնեն, հա մենք գիտենք ժամն է։ Ես ասում եմ ամենալավ մարզումը նա է, որը արել եք։ Չեմ ասում, որ քնելուց առաջ բարձր ադրենալինով ինչ որ մարզումներ արեք եւ այլն, որպեսզի ադրենալինը բարձրանա ու չթողի քնեք, բայց կարեւոր է, որպեսզի այդ հանգիստ նուրբ մարզումները մենք կարողանանք մարմնի հոգ տանող մարզումները կատարենք։